Երաժշտության բազմաթիվ ուսումնասիրողներ համոզված են. ցանկացած երաժշտության ակունքները կարելի է գտնել կամ երգի, կամ պարի մեջ։ Մարդու ձայնի արտահայտչականությունը, ինչպես նաև մարդկային շարժման պլաստիկան ծնունդ տվեցին անհամար երաժշտական ժանրերի։ Նախորդ հաղորդման մեջ խոսեցինք խորալի մասին, մի ժանրի, որի ծնունդը միանշանակ վոկալ է, որը ժամանակի ընթացքում երբեմն մնում էր վոկալ երաժշտության սահմաններում, երբեմն էլ ծնունդ տալիս գործիքային երաժշտության։ Այս անգամ կխոսենք մի երաժշտության մասին, մի երաժշտական ժանրի մասին, որի ակունքները գալիս են պարից։ Այդ ժանրը մենուետն է։ Սակայն նախքան մենուետին անդրադառնալը, ճիշտ կլիներ խոսել առհասարակ պարերի մասին և այն դերի մասին, որը պարերը խաղացին երաժշտության կազմավորման մեջ։ Միջնադարից ի վեր պարերը կարևորագույն դեր ունեին նախ և առաջ գործիքային երաժշտության համար։ Իրականում կլավիրի ստեղնաշարային գործիքի համար գրված առաջին պահպանված ստեղծագործությունը նույնպես պար էր։ Դա 1325 թվականով թվագրված մի գործիքային պար էր, որը կոչվում էր էստամպի։ Միջնադարի և հատկապես վերածնունդի շրջանում անընդհատ հայտնվում էին նոր պարեր, դրանք դառնում էին չափազանց նորաձև, չափազանց մոդայիկ, բազմաթիվ պարեր են գրվել այդ շրջանում կոմպոզիտորների կողմից և ապա որոշ պարեր աստիճանաբար մոռացվում էին կամ գործածությունից դուրս էին գալիս, ուրիշ պարեր մնում էին ավելի երկար։ Միջնադարյան և հատկապես ռենեսանսի շրջանի պարերից կարելի է հիշատակել օրինակ պավանան, ֆորլանան, գալիարդան և այլն։ Դրանք այն պարերն էին, որոնք օգտագործում էին թե ուշ շրջանի ռենեսանսի երաժշտության մեջ, թե վաղ շրջանի բարոկկոյում։ Սակայն դրանց մեծ մասը երկարակյաց չեղավ։ 17-րդ դարի սկզբում Ֆրանսիայում, իսկ այնուհետև նաև Արևմտյան Եվրոպայի ուրիշ երկրներում ձևավորվում է սյուիտի ժանրը, որի մասին մենք մասամբ խոսեցինք նախորդ հաղորդումներից մեկում։ Սյուիտը իրականում պարերի շարք էր։ Սյուիտի մեջ մտնող պարերը կարող են տարբեր լինել, կան հիմնական պարեր, որոնք սյուիտից սյուիտ անընդհատ կրկնվում են, կամ պարեր, որոնք ժամանակ առ ժամանակ են հայտնվում սյուիտային շարքերում։ Այդ պարերից որոշները ունեն գեղչկական ծագում և պատմականորեն զուգորդվում էին գեղչկական երաժշտության հետ։ Ուրիշ պարեր զուգորդվում էին բարձրաստիճան ազնվականության հետ։ Սակայն երկու դեպքում էլ այդ պարերը օգտագործվում էին կոմպոզիտորների կողմից, դառնում էին երաժշտական ստեղծագործության հիմք։ Պարերը նաև չէին ունենում աշխարհագրական սահմաններ։ Անկախ Եվրոպայի այն ժամանակվա քարտեզից, անկախ երկրների միջև փոխհարաբերություններից, տարբեր երկրներից ծագած պարեր կատարվում էին, հնչում էին նաև ուրիշ երկրներում և այդ առումով կար կատարյալ դեմոկրատիա, կար կատարյալ սահմանների բացություն։ Իրականում 17-րդ դարասկզբի սյուիտը պարունակում էր այսպես կոչված պարտադիր մասեր, որոնք հիմնականում պահպանվում էին բոլոր կոմպոզիտորների կողմից։ Դա նախ և առաջ ալեմանդան էր, պար, որը գերմանական ծագում ունի, որը գրված է հիմնականում 4/4 չափով և միջին արագության պար է։ Երկրորդ պարը կուրանտան է, որը ֆրանկո-իտալական ծագման է, ավելի աշխույժ էր, ավելի արագ, եռաչափ պար էր, գրվում էր կամ 3/4 կամ 6/4 չափով և ուներ մի հետաքրքիր հատկություն, որի մասին պետք է նշենք, որովհետև այդ հատկությունը դեռ հիշատակվելու է նաև այս հաղորդման մեջ։ Այս հատկությունը հեմիոլան էր։ Հեմիոլան կարծես ռիթմական, լսողական խապկանք լիներ։ Այսինքն, երբ եռաչափ պարում ակցենտները սկսվում էին դրվել ոչ թե 3 միավորը 1, 3/4 նոտան 1, այլ 2/4 նոտան 1, այսինքն 1-2-3, 1-2-3 ռիթմի փոխարեն ակցենտները դրվում են 1-2-3, 1-2-3 ձևով և այսպես տեղի էր ունենում հեմիոլան, ժամանակավոր լսողական խապկանքը, որը
ուրեմն հետագայում ստեղծագործության ընթացքում վերանում էր եւ ապա նորից հայտնվում։ Երրորդ կարևոր պարը սյուիտայի շարքում սարաբանդան էր, որը իսպանական ծագման է, նույնպես եռաչափ է, սակայն դանդաղ եւ հիմնականում զուգորդվում էր տարբեր ծիսակատարությունների, անգամ երբեմն հուղարկավորության արարողության հետ։ Եվ վերջին պարը սյուիտում, վերջին պարտադիր պարը անգլիական ծագման ժիգան էր, որը գրվում էր բարդ մետրով, այսինքն կամ 3/8-ական, 6/8-ական, 9/8-ական կամ 12/8-ական չափով ուներ աշխույժ շարժում եւ ժիգաները շատ հաճախ կոմպոզիտորները գրում էին բազմաձայն երաժշտական հյուսվածքով։ Իհարկե, սյուիտներում կարող էին լինել նաև ոչ պարային մասեր, օրինակ պրելյուդներ, որոնք ծառայում էին որպես ներածություն, բայց հիմնական, ուրեմն, շեշտադրությունը սյուիտներում դրվում էր պարերի վրա։ Այն դեպքում, երբ սյուիտաներում առաջանում էին այսպես կոչված հավելյալ պարեր, այսինքն պարեր, որոնք ոչ ալեմանդա, ոչ սարաբանդա, ոչ կուրանտա, ոչ ժիգա էին, դրանք հիմնականում տեղադրվում էին սարաբանդայի եւ ժիգայի արանքում, այսինքն վերջին մոտ կոմպոզիտորները ավելացնում էին ըստ ցանկության տարբեր այլ պարեր, որոնք չէին կազմում սյուիտի հիմնական կմախքը։ Հետագայում հենց այստեղ էլ սյուիտային շարքում տեղավորվում է մենուետը, երբ մենուետը ի հայտ է գալիս որպես երաժշտական ժանր։ 17-րդ դարի սկզբում սյուիտաներն արդեն իսկ ձևավորված էին եւ գրվում էին բազմաթիվ սյուիտներ, ինչպես առանձին գործիքների, մասնավորապես լյութի կամ կլավեսինի, այնպես էլ նվագախմբի համար։ Եվ ահա գալիս է 1653 թվականը, երբ մի մեծ իրադարձություն է տեղի ունենում, որը հետագայում շատ է ազդում երաժշտության պատմության ընթացքին։ Լյուդովիկոս 14-րդ թագավորը Ֆրանսիայում կատարում է մի նորաձև պար, որը կոչվում է մենուետ։ Լյուդովիկոսը այն ժամանակ դեռ 15 տարեկան էր, եւ կատարում է այդ պարը բոհորի ներկայությամբ, մեծ տպավորություն թողնում եւ այդուհետեւ շատ կոմպոզիտորներ սկսում են գրել մենուետներ։ Մենուետի հեղինակը Ժան-Բատիստ Լյուլին էր, որը այն ժամանակ Ֆրանսիայի արքունական կոմպոզիտորն էր եւ երկար ժամանակ մնացել էր Ֆրանսիայում մինչեւ իր կյանքի վերջը եւ ծառայել այնտեղ որպես երաժշտության հեղինակ։ Առաջին մենուետը դառնում է պոպուլյար հենց Ժան-Բատիստ Լյուլիի շնորհիվ, այդ իսկ պատճառով ճիշտ կլիներ անդրադառնալ նրա անձին եւ խոսել մի քիչ նրա մասին։ Ժան-Բատիստ Լյուլին ծագումով իտալացի էր, իր իսկական անունը Ջանբատիստա Լուլի էր։ Ինքը իր համեմատաբար վաղ տարիքում տեղափոխվում է Ֆրանսիա եւ հիմնավորվում այնտեղ։ Եվ կամաց-կամաց աստիճանաբար դառնում է ֆրանսիացի, եւ ֆրանսիացիներն էլ ընդունում են Լյուլիին որպես իրենը։ Լյուլին հայտնի է նախ եւ առաջ որպես ֆրանսիական օպերայի հիմնադիր։ Ֆրանսերեն լեզվով գրված առաջին օպերաներից են Ժան-Բատիստ Լյուլիի օպերաները։ Ընդ որում մի հետաքրքիր պատմություն կա դրա հետ կապված։ Լյուլին, լինելով իտալացի, բնականաբար ֆրանսախոս չէր, ֆրանսերենը իր համար երկրորդ լեզուն էր։ Սակայն նա ցանկանում էր այնպիսի երաժշտություն գրեր, որ ոչ միայն դուր գար ֆրանսիացիներին, այլև ճշգրիտ արտահայտեր ֆրանսերեն լեզվի հնչողությունը։ Այդ իսկ պատճառով նրա օպերաների բոլոր տեքստերը երաժշտություն գրելուց առաջ Լյուլին արտասանում էր դանդաղ, մի քանի անգամ հարմարվելով այդ տեքստերի շեշտադրությանը։ Արդյունքում ասում են, որ Լյուլիի գրած երաժշտությունը ավելի ֆրանսիական է, ճակերտներով իհարկե, քան իր ժամանակվա ցանկացած այլ ֆրանսիացի կոմպոզիտորի ստեղծագործությունը։ Եվ պատահական չէ, որ Լյուլիի գրած նաև պարային երաժշտությունը, իսկ Լյուլին նաև պարող էր մասնագիտությամբ, ոչ միայն երաժիշտ, շատ ճկուն էր եւ արտահայտում էր այն ֆրանսիական ոգին, որը իր հանդիսատեսին ոչ միայն դուր էր գալիս, այլ նաև շատ հոգեհարազատ էր եւ մեծ համբավ վայելեց Ֆրանսիայում։ Մենուետ բառը ունի հետեւյալ ծագում։ Արմատը ֆրանսերեն մենյու բառից է, որը նշանակում է փոքր
փոքրակազմ, փոքրամարմին։ Եվ այդ վերջածանցը, որը իր հերթին փաղաքշական վերջածանց է։ Այսինքն, այստեղ մենք հստակ տեսնում ենք հենց ժանրի վերնագրում, ժանրի անվանման մեջ, որ մենուետները հիմնականում շատ փոքրածավալ ստեղծագործություններ են, երբեք շատ խոշոր մենուետների չենք հանդիպի, եւ մյուս կողմից մենուետ պարելիս պարողները կատարում են փոքրիկ նրբաճաշակ շարժումներ։ Այստեղ կան եւ ձեռքերի շարժումներ, եւ ծնկների թեթևակի ծալվածք եւ այլն, բայց բոլոր շարժումները բավականին զուսպ են եւ մենուետը ի սկզբանից հանդես է գալիս որպես բարձրաշխարհիկ պար։ Մենուետը պարում են նաեւ զույգերով։ Տղամարդն ու կինը բռնում են իրար ձեռքերից եւ ուրեմն կատարում են սիմետրիկ շարժումներ, երբեմն բաժանվելով իրարից, երբեմն նորից մոտենալով իրար, սակայն միշտ պահպանելով բավականին ուրեմն զուսպ դիստանցիա իրար միջև։ Ահա այսպիսին էր մենուետը, որը այդքան դուր եկավ ֆրանսիացիներին 17-րդ դարում։ Ժան-Բատիստ Լուլին գրում էր մենուետները հիմնականում նվագախմբի համար եւ հիմնականում ոչ թե առանձին, այլ խոշոր ստեղծագործությունների կազմերում, այդ թվում նաեւ օպերաների կազմերում։ Այդ առումով հատկապես հետաքրքիր են նրա մենուետները, որոնք որ մաս էին կազմում օպերաների, եւ Լուլին կարծես մենուետը ներմուծելով օպերա, սկիզբ է դնում օպերա բալետի։ Սա շատ հետաքրքիր հասկացություն է, որը Ֆրանսիայում մնաց եւ գոյատևեց բավականին երկար ժամանակ։ Բանն այն է, որ պարերը սկզբից եւ այդ կարող էին իհարկե հանդես գալ օպերաներում, բայց պարտադիր նախապայմանը չէին, օրինակ իտալական օպերայում։ 17-րդ դարում Ֆրանսիայում արդեն իսկ զարգացած էր բալետի ավանդույթը, ֆրանսիացիները շատ էին սիրում պար, եւ օպերաներում պար ներմուծելը դառնում է պարտադիր նախապայման։ Այդ նախապայմանը մնում է ոչ միայն բարոկկո շրջանում, ոչ միայն կլասիցիզմի շրջանում, այլև 19-րդ դարում, երբ անգամ այլ ազգերի անվանի կոմպոզիտորները, օրինակ Վագները կամ ուրիշները, եթե ցանկանում էին կատարել իրենց օպերաները Ֆրանսիայում, ստիպված էին փոփոխություններ ուրեմն դնել օպերաներում եւ ներմուծել ինչ-որ առումով պարեր, այսինքն պար ներմուծելը օպերայում դարձել է կայուն ավանդույթ, որը գոյատևեց դարեր ֆրանսիական հողի վրա։ Ժան-Բատիստ Լուլին բավականին մտերիմ էր թատերագիր Մոլիերի հետ եւ Մոլիերի պիեսների հիման վրա ստեղծել է օպերաներ, այդ թվում նաեւ նրա հայտնի օպերան, որը կոչվեց Le Bourgeois Gentilhomme կամ Քաղքենի ազնվականը, որը նույնպես պարունակում է մենուետ։ Ճիշտ կլիներ խոսել մենուետի կառուցվածքի մասին։ Ինչ հատկանիշներն են, որ մենուետը դարձնում են այդպիսին։ Մենուետը ունի բավականին հատկանշական ձև, որը տիպիկ է շատ բարոկկո շրջանի պարերի համար, սակայն ունի նաև որոշակի տարբերություններ։ Մենուետը, ինչպես ասացի, հիմնականում գրված է 3/4 չափով։ Ընդ որում, վերևի ձայնում լսում ենք մեղեդին, որը անընդհատ հնչում է եւ որը բավականին պարզ է, հստակ է, ի տարբերություն բարոկկո շրջանի որոշ այլ պարերի, որոնք կարող էին նաեւ պոլիֆոնիկ լինել, այսինքն այստեղ մի մեղեդին կորում է բազմաձայնության մեջ, մենուետի մեջ մենք որպես կանոն լսում ենք հստակ ուրվագծված մեղեդի, մյուս կողմից լսում ենք բաս, որը այդ մեղեդու համար ապահովում է հիմք։ Ընդ որում մեղեդին կարող է բավականին սահուն շարժվել, միևնույն ժամանակ բասը հիմնականում շարժվում է առանձին իրարից առանձնացված նոտաներով։ Սա իհարկե երաժշտի տեսակետից։ Մյուս կողմից պարողի տեսակետից մենուետը ընկալվում է փոքրինչ այլ ձևով եւ այն ինչ երաժիշտը ընկալում է որպես 3/4, այսինքն 1, 2, 3 ուրեմն չափի շարունակականություն, պարողը ընկալում է որպես 6/8-ական։ Այսինքն պարողը ընկալում է առաջին շեշտը 1, 2, 3 որպես ուժեղ, իսկ երկրորդ շեշտը հաջորդ 1, 2, 3-ը որպես ավելի թույլ։
Այս առումով հետաքրքիր է, որ երաժիշտները նույնպես այսպիսի հետաքրքիր լուծում գտան եւ մենուետներում տակտերի քանակը որպես կանոն լինում է զույգ։ Շատ հազվադեպ կարող ենք հանդիպել մենուետների, որտեղ տակտերի քանակը կենտ է, որովհետև սա հակասում է մենուետի պարային բնույթին։ Այսինքն մենք մենուետում միշտ կհանդիպենք 1, 2, 3 1, 2, 3 լույս եւ ստվեր հաջորդականության եւ ուրեմն սա բնորոշ է հիմնականում բոլոր մենուետներին գրված թե բարոկկո շրջանում թե դրանից հետո մենուետները գրված են լինում երկմաս ձևով ինչ է նշանակում երկմաս ձև այսինքն յուրաքանչյուր մենուետ բաղկացած է երկու կեսից որոնցից յուրաքանչյուրը իր հերթին կրկնված է Այսինքն այստեղ կա մի հետաքրքիր նախապայման այս ձևի համար։ Առաջինը, որ բարոկկո շրջանում կատարողները անհետաքրքիր էին կարծում երաժշտությունը երկու անգամ կրկնել այնպես ինչպես այն կա։ Փաստորեն յուրաքանչյուր կեսը կրկնելիս կատարողը հիմնականում ավելացնում էր ինչ որ զարդանախշեր, գեղգեղանքներ, մելիզմներ եւ այլն։ Ըստ ցանկության եւ մենուետի եւ բարոկկո պարի առհասարակ յուրաքանչյուր հաջորդ կատարում կարող է նաեւ շատ առումներով տարբերվել նախորդից, որովհետեւ այդ զարդանախշները որպես կանոն ավելացվում էին իմպրովիզացիայի ձևով։ Երկրորդ նախապայմանն այն է, որ բարոկկո, այնուհետև նաև դասական շրջանի մենուետներում առաջին կեսը ավարտվում էր ուրիշ տոնայնությամբ եւ ապա երկրորդ կեսում աստիճանաբար տեղի էր ունենում վերադարձ դեպի սկզբի տոնայնություն։ Եվ վերջապես երրորդ նախապայմանն այն էր, որ մենուետների առաջին կեսերը ավելի կարճ են, երբեմն կրկնակի անգամ կարճ են, քան երկրորդ կեսերը։ Երկրորդ կեսերը ավելի երկար են եւ դրանցում երբեմն վերջում տեղի ունենում վերադարձ դեպի սկիզբը։ Ահա այսպիսի նախապայման ուներ մենուետը։ Բայց իրականում մենուետները ունեին նաև այլ հետաքրքիր առանձնահատկություններ։ Ինչպես ասացի, մենուետները որպես կանոն շատ կարճ էին։ Եվ այս կարճությունը մենուետների հուշեց մի հետաքրքիր լուծում կոմպոզիտորներին եւ այդ լուծումը կիրառվում է դեռևս Ժան Բատիստ Լյուլիի ժամանակներից եւ դարձավ քիչ թե շատ ստանդարտային լուծում։ Գրվում էր ոչ թե մեկ մենուետ, այլ երկու մենուետ, որոնք կատարվում էին մեկը մյուսի հետևից։ Ընդ որում գոյացավ հետևյալ պրակտիկան։ Սկզբից հնչում էր առաջին մենուետը իր երկու կեսերով եւ կրկնություններով, ապա հնչում էր երկրորդ մենուետը նույն ձևով իր երկու կեսերով եւ կրկնողություններով, ապա վերադառնում էր նորից առաջին մենուետը, սակայն առանց կրկնողությունների։ Եվ մենուետի կատարումը այսպես եզրափակվում էր։ Այստեղ մենք գործ ունենք մի հետաքրքիր երևույթի հետ։ Այն ժամանակ, երբ յուրաքանչյուր առանձին վերցրած մենուետ գրվում էր երկմաս ձևով, իրար հետևից շարադրված այս առաջին մենուետը, երկրորդ մենուետը եւ առաջին մենուետի վերադարձը կազմում էին արդեն ոչ թե երկմաս ձև խոշոր առումով, այլ եռամաս ձև։ Ընդ որում եռամաս ձևի բավականին որոշակի տեսակ, որը հայտնի է բարոկկո օպերաներից եւ հայտնի է որպես դա կապո ձև։ Դա կապոն իտալական արտահայտություն է, որը բառացիորեն նշանակում է գլխից, այսինքն սկզբից, այսինքն երաժշտությունը ուրեմն սկսվեց, հետո ծավալվեց միջին հատվածը, հետո սկզբի հատվածը նորից սկզբից կրկնվում է իր ամփոփող ձևով։ Եվ ահա այսպիսի ուրեմն կառուցվածք էին ունենում մենուետներից շատերը։ Ընդ որում երկրորդ մենուետը հաճախ պետք է հանդես գար որպես կոնտրաստային, այսինքն երաժշտությունը ինչ որ առումով պետք է տարբեր ձևով հնչի, կազմի կոնտրաստ առաջին մենուետին։ Քանի որ Լյուլիի գրած մենուետները հիմնականում նվագախմբային էին, Լյուլին այսպիսի մի ուրեմն հետաքրքիր լուծում գտավ իր մենուետներից շատերի դեպքում։ Առաջին մենուետը եւ մենուետի վերջում դրա կրկնությունը ուրեմն կատարվում էին ամբողջ նվագախմբի կողմից, այսինքն նվագախմբի տուծին ենք մենք այստեղ լսում, բոլոր գործիքներն են մասնակցում, իսկ երկրորդ մենուետում հանդես էր գալիս 3 մենակատարների կազմ, հիմնականում 2 հոբոյ եւ 1 ֆագոտ։ Ուստի երկրորդ մենուետը Լյուլին սկսեց անվանել տրիո։
Սա իհարկե պրակտիկ հանգամանքներից ելնելով սկսեց անվանել, որովհետև այստեղ հնչում է միայն 3 գործիք։ Միևնույն ժամանակ տրիո բառը, իհարկե բոլոր կոմպոզիտորները գիտեն, թե ինչ է նշանակում տրիո, այսինքն 3 գործիքի կատարում։ Բայց այս բառը այնքան մնաց որպես երկրորդ մենուետի համար հոմանիշ, որ անգամ երբ կոմպոզիտորները գրում էին մենուետներ միայն մեկ գործիքի համար, եւ անգամ այն ժամանակ, երբ գրվում էր մենուետ ամբողջ սիմֆոնիկ նվագախմբի համար եւ երկրորդ մենուետում սիմֆոնիկ նվագախումբը նույնպես հանդես էր գալիս այդ նույն կազմով, ինչ եւ առաջին մենուետում, տրիո անվանումը մնաց։ Եվ շատ հաճախ մենք կարող ենք մենուետների վրա գրած տեսնել տրիո, միևնույն ժամանակ հնչում է 3 գործիքից ավելի կամ 3 գործիքից պակաս։ Ահա այսպիսին էր մենուետի ձևը արդեն կայացած, երբ մենուետին սկսեց անդրադառնալ գերմանացի կոմպոզիտոր Յոհան Սեբաստիան Բախը։ Բախը իհարկե այդ առումով ունիկալ դեպք չէր, դժվար թե հնարավոր կլիներ գտնել իր ժամանակների որևէ մի կոմպոզիտոր, որը մենուետ չի գրել։ Ընդ որում Բախը գրում էր մենուետներ եւ առանձին, եւ խոշոր ստեղծագործությունների, հիմնականում սյուիտային շարքերի կազմում։ Իրականում երաժշտություն սովորելիս ամենավաղ տարիքից երիտասարդ երաժիշտները առնչվում են Բախի մենուետներին, որոնք որպես առանձին փոքրիկ ստեղծագործություններ ներառված էին Աննա Մագդալենա Բախի, Յոհան Սեբաստիան Բախի կնոջ, այսպես կոչված նոտային տետրում։ Այս տետրը կազմվել է երիտասարդ երաժիշտների կրթության համար եւ որպես ամենահեշտ, ամենահասարակ երաժշտական ձևերից մեկը, հաճախ այստեղ հանդես է գալիս մենուետը, որը որպես կանոն երկձայն է, աջ ձեռքում անընդհատ լսում ենք մեղեդի, իսկ ձախ ձեռքը բասը նվագակցում է այս մեղեդուն, հիմնականում շարժվելով կամ առանձին քառորդ նոտաներով, կամ փոքր-ինչ ձևափոխված տևողություններով։ Բախը գրել է նաև ավելի բարդ մենուետներ, որոնք հանդես են եկել նրա խոշոր ստեղծագործությունների կազմում որպես առանձին մասեր։ Եվ իհարկե, ճիշտ այնպես, ինչպես ֆրանսիացի կոմպոզիտորների մոտ, Բախի սյուիտներում նույնպես հանդես են գալիս մենուետներ, եւ Բախը նույնպես տեղադրում է մենուետները որպես կանոն սարաբանդայի եւ ժիգայի արանքում։ Այսպիսինն են Բախի այսպես կոչված ֆրանսիական սյուիտները, որոնք թվով 6-ն են եւ դրանցից 5-ի մեջ կարող են գտնել մենուետ։ Ընդ որում մենուետը կարող է լինել որպես մեկ հատիկ մի մենուետ եւ կարող է հանդես գալ մենուետ տրիո ձևաչափով։ Ահա այսպիսի ուրեմն դեպք մենք տեսնում ենք ֆրանսիական սյուիտներում, սակայն նաև Բախի սյուիտային ժանրի ուրիշ ստեղծագործություններում։ Ֆրանսիական սյուիտները իրենց անվանումը ստացել են ստեղծումից հետո եւ պարզ չէ արդյոք Բախն է դրանք անվանել ֆրանսիական, թե ոչ։ Իրականում Բախը գրեց նաև անգլիական սյուիտների 6 սյուիտների շարք, որոնք նույնպես անվանումը ստացան ստեղծվելուց տարիներ հետո։ Ճիշտ է, որ որոշ երաժշտագետներ այստեղ տեսնում են նմանություն ֆրանսիական երաժշտության մեջ, սակայն ուրիշները ուրեմն հակադարձում են, նշելով, որ Բախի սյուիտները հիմնականում գրված են ոչ ֆրանսիական, ոչ էլ անգլիական մոդելով, այլ ունեն իրենց հիմքում իր ժամանակվա իտալական սյուիտների մոդելը։ Բայց մենուետը որպես պար այստեղ նույնպես առկա է։ Ընդ որում, եթե խոսենք ֆրանսիական սյուիտների մասին, այստեղ շատ հետաքրքիր են Բախի հեղինակային նշումները, թե ինքը ինչպես էր անվանում իր մենուետները։ Կարող ենք դիտարկել երկու սյուիտի դեպք, մեկը դա սի մինոր ֆրանսիական սյուիտն է Բախի, մյուսը ռե մինոր ֆրանսիական սյուիտի։ Սի մինոր սյուիտում Բախը նշում է մենուետ եւ տրիո, եւ առաջին մենուետի վերադարձ, իսկ ռե մինոր սյուիտում մենք տրիո բառին չենք հանդիպում, դրա փոխարեն տեսնում ենք մենուետ 2, այսինքն երկրորդ մենուետ արտահայտությունը։ Եվ ահա թե ինչու է դա տեղի ունենում։ Բախը իհարկե քաջատեղյակ էր երաժշտության պատմությունից, երաժշտության ընթացքից եւ իր ժամանակաշրջանի պայմանականություններից։ Եվ Բախը նույնպես երկրորդ մենուետները որպես կանոն գրում որպես առաջին մենուետներին կոնտրաստային ստեղծագործություններ։ Սակայն տրիո բառի բուն նշանակությունը Բախը դեռևս չի մոռացել, եւ Բախը հստակ հասկանում է, հստակ տեսնում է, որ տրիո նշանակում է 3։
Եվ ահա այսպիսի լուծում է առաջարկում սի մինոր սյուիտում։ Առաջին մենուետը երկձայն է, ամբողջ ընթացքում Բախը պահպանում է խիստ երկձայնություն։ Հենց սկսվում է տրիոն, ավելանում է երրորդ ձայնը, ընդ որում երաժշտությունը դառնում է ավելի հարմոնիկ առումով լարված եւ եռաձայն, ուստի պատահական չէ սի մինոր սյուիտում երկրորդ մենուետին տրված տրիո անվանումը։ Չնայած Բախը չի գրում այս մենուետը նվագախմբի համար, բայց նույն ստեղնաշարային գործիքի վրա համատեղում 3 ձայն եւ ապա վերադառնում նորից առաջին մենուետին։ Միևնույն ժամանակ ռե մինոր սյուիտում մենք տեսնում ենք մենուետ 2 անվանումը, այն պատճառով, որ թե առաջին, թե երկրորդ մենուետը երկուսն էլ եռաձայն են, եւ տրիո անվանումը այլևս կորցնում է իր նշանակությունը։ Կլավիրային մենուետներից բացի Բախը ստեղծել է նաեւ նվագախմբային մենուետներ։ Այդ առումով շատ հետաքրքիր է նրա սի մինոր նվագախմբային սյուիտի մենուետը։ Այստեղ մենուետը հանդես է գալիս որպես մեկ ստեղծագործություն, այսինքն մենք գործ չունենք մենուետ եւ տրիո կառուցվածքի հետ, կա միայն մեկ մենուետ, որը բավականին կարճատև է։ Սի մինոր սյուիտի մենուետը կարելի է համարել ողջ բարոկկո երաժշտության այսպես կոչված օրինակելի ստեղծագործություն։ Ինչի համար։ Որովհետեւ բարոկկո շրջանում է, որ ձևավորվել է մեղեդի նվագակցություն մոդելը եւ մենուետները այդ առումով բավականին պարարտ հող են այդ մեղեդի նվագակցություն մոդելը իրականացնելու։ Ինչի մասին է խոսքը։ Վերևի ձայներում, տվյալ դեպքում վերևի ձայնի դերը կատարում է ֆլեյտան, Բախի սի մինոր սյուիտում, հնչում է մեղեդին, որը հիշվող է, որը չնայած բավականին ճկուն է, այնուամենայնիվ ունի բավականին հստակ կառուցվածք, ստրուկտուրա, եւ ուրեմն կարծես գտնվում է առաջին պլանում։ Բասը մյուս կողմից, որը բարոկկո շրջանում կոչվում էր շարունակական բաս եւ կատարվում էր ուրեմն ցանկացած բասային գործիքների կողմից, ուրեմն կատարում է ամբողջ երաժշտության հիմքի դերը։ Իսկ միջին ձայները լրացնում են մեղեդու եւ բասի միջև, ուրեմն տեմբրային բացը հավելելով ակորդային համահնչումներ։ Ահա այսպիսի բավականին հստակ կառուցվածք ունի Բախի սի մինոր նվագախմբային սյուիտի մենուետը։ 18-րդ դարի երկրորդ կեսում մենուետը ոչ միայն պահպանվել, այլև ծաղկել է որպես երաժշտական ժանր, սակայն աստիճանաբար կորցնում էր իր նորաձև փայլը որպես պար։ Այսինքն մենուետ պարում էին գնալով ավելի քիչ, բայց գնալով ավելի շատ մենուետը դառնում էր գործիքային ստեղծագործությունների մի մաս կամ առանձին գործիքային ստեղծագործություն, աստիճանաբար կորցնելով իր պարային նշանակությունը եւ հիմք դառնալով գործիքային երաժշտության համար։ Վաղ կլասիցիզմի շրջանի, ինչու ոչ նաև ուշ կլասիցիզմի շրջանի կոմպոզիտորները շատ հաճախ են անդրադարձել մենուետին, դարձնելով մենուետը իրենց բազմամաս գործիքային ստեղծագործության առանձին մաս։ Կլասիցիզմի շրջանում սյուիտներ արդեն համարյա չէին գրվում, շեշտադրվում էին ուրիշ ժանրեր, օրինակ սիմֆոնիաներ կամ կամերային երաժշտության ժանրեր, բայց մենուետը ի տարբերություն սյուիտային շարքի այլ պարերի ինտեգրվում է կլասիցիստական ստեղծագործությունների մեջ, ընդ որում թե նվագախմբային, թե կամերային, եւ մենուետների օգտագործման բազմաթիվ դեպքեր կան հենց կլասիցիստական շրջանի երաժշտության մեջ։ Թերևս ամենահայտնի մենուետը, պոպուլար մշակույթում ամենահայտնի մենուետը գրել է իտալացի կոմպոզիտոր Լուիջի Բոկկերինին, որը վաղ շրջանի կլասիցիզմի ներկայացուցիչ է։ Ճիշտ այնպես, ինչպես Լյուլին լինելով իտալացի ժամանակին մեկնել է Ֆրանսիա, հաստատվելով այնտեղ, Բոկկերինին հաստատվել է Իսպանիայում եւ իր կյանքի զգալի մասը անցկացրել է այնտեղ։ Բոկկերինին համագործակցում էր Իսպանիայում տեղի մի լարային քարյակի հետ։ Իսկ լարային քարյակի կազմը
քաչայտնի է, դա երկու ջութակ, alt եւ թավջութակ։ Սակայն Բոկերինին ինքը մասնագիտությամբ թավջութակահար էր եւ երբեմն երաժշտություն գրելուց բացի ցանկանում էր նաեւ նվագել։ Որպեսզի իրականացնի իր նվագելու ցանկությունը, Լարային կվարտետին կցեց եւս մեկ թավջութակ եւ կատարումով հանդես էր գալիս նրանց հետ։ Այսպես ծնվեցին Բոկերինի լարային կվինտետները, որի գործիքային կազմը բավականին տարօրինակ եւ ունիկալ է երկու ջութակ, alt եւ երկու թավջութակ։ Ահա այսպիսի մի մաժոր թիվ 5 լարային կվինտետի երրորդ մասն է Բոկերինի հայտնի մենուետը, որը դասական շատ մենուետների նման նույնպես գրված է եռամաս ձևով։ Մենուետները նաև գրեթե պարտադիր նախապայման էին դասական շրջանի սիմֆոնիայի համար։ Սիմֆոնիայի ժանրի ստեղծման ամենասկզբից մենուետը մտել էր սիմֆոնիայի մեջ որպես դրա մասերից մեկը։ Դասական սիմֆոնիաներում մասերի քանակը կարող է տարբեր լինել, սակայն հաճախ հանդիպում է քառամաս մոդելը, որտեղ առաջին մասը սոնատային ալեգրոն դիտարկվում էր ժամանակին որպես սիմֆոնիայի հիմնական մաս, չնայած դա բավականին վիճելի պնդում է, որովհետև կան սիմֆոնիաներ, որտեղ հիմնական շեշտադրությունը կոմպոզիտորը դնում է ոչ թե առաջին, այլ ինչ-որ մեկ այլ մասի վրա։ Սոնատային ալեգրոները բավականին երկար եւ դրամատիկ մասեր էին, այնուհետև հետևում էր դանդաղ մասը, ադաջիոն, երրորդ մասը որպես կանոն հանդես էր գալիս որպես մենուետ, իսկ չորրորդ մասը եզրափակում կամ ֆինալներ։ Յոզեֆ Հայդնի դասական սիմֆոնիայի այսպես կոչված հոր 104 սիմֆոնիաներից շատ-շատերը որպես երրորդ մաս ունեն մենուետներ։ Հայդնի մենուետները գրված են հիմնականում միևնույն մոդելով, այսինքն մենք տեսնում ենք մենուետ, այնուհետև տրիոն, չնայած երբեք 3 գործիք հանդես չի գալիս որպես այդպիսին Հայդնի տրիոներում եւ այնուհետև առաջին մասի վերադարձ։ Եվ դասական կոմպոզիտորների մոտ ավելի շուտ նրանց առջև ծառացավ մեկ կարևոր հարց։ Աստիճանաբար ազատվելով բարոկկո երաժշտության պայմանականություններից եւ ընդունելով նոր ժամանակաշրջանի ոճի պայմանականություններ, դրանք պարզությունն էին, սիմետրիաներ եւ այլն, եւ ընդ որում մենուետը որպես պար լինելով բավականին սիմետրիկ, շատ հարմար էր այդ առումով կլասիցիստական երաժշտության մեջ ինտեգրվելու համար, կլասիցիստ կոմպոզիտորները իրենց առջև սկսեցին աստիճանաբար դնել յուրաքանչյուր ստեղծագործության օրիգինալության պահանջը։ Այսինքն յուրաքանչյուր ստեղծագործություն պետք է մեկ այլ ստեղծագործությունից, թեկուզ նույն ժանրում գրած, նույն հեղինակի ստեղծագործությունից հնչի բավականին տարբեր, հետևի տարբեր ձևակառուցմանը եւ ուրեմն ունենա տարբեր ձևի գործիքավորում եւ այլն։ Հայդնի մենուետներում այս հարցը բավականին սուր է դրված։ Ինչի համար։ Որովհետև մենուետը ունի բավականին խիստ ձև, որը Հայդնը երբևէ չի հանդգնել խախտել։ Միևնույն ժամանակ Հայդնը պետք է ապահովեր իր մենուետների ժամանակ յուրովի լուծումներ։ Այսպիսի լուծումներ մենք կարող ենք տեսնել նախ եւ առաջ գործիքավորման մեջ, երբ օրինակ գործիքների համակցությունները դրսևորվում են տարբեր ձևերով մենուետից մենուետ։ Մյուս կողմից մենք կարող ենք տեսնել ձևի որոշակի փոքրիկ չնչին աննշան թվացող, բայց այն ժամանակ բավականին կարևոր դիտարկվող խախտումների մեջ, ինչ որ մի բան փոխվեց ձևում, ինչ որ մի բան ավելացավ, ինչ որ մի բան պակասեց։ Օրինակ մենուետից դեպի տրիո կոմպոզիտորը ավելացրեց փոքրիկ կամուրջ, փոքրիկ անցում, որը չէր եղել օրինակ բարոկկո շրջանի մենուետներում։ Եվ իհարկե ուրեմն ձևի առումով այդ լուծումները շատ կարևոր էին կլասիցիզմի շրջանի մենուետներում։ Հայդնի մոտ հատկապես իր ուշ շրջանի ստեղծագործություններում մենք գնալով տեսնում ենք այսպիսի ուրեմն ֆանտազիայի փոքրիկ, բայց իրար գումարվող տարրերի բազմազանություն։ Եվ այդ առումով օրինակ շատ հետաքրքիր է Հայդնի թիվ 91 սիմֆոնիան, որը իր ուրեմն հարևանությամբ գրած բոլոր սիմֆոնիաների նման նույնպես պարունակում է մենուետ։ Թիվ 91 սիմֆոնիայի մենուետում հատկապես ուշագրավ է տրիոն
երկրորդ մենուետը։ Ինչով է ուշագրավ, որ ի տարբերություն մենուետների բարոկո շրջանի եւ վաղ կլասիցիզմի շրջանի, որտեղ բասը անընդհատ շարժվում էր, այսինքն բասը անընդհատ կատարում էր վերընթաց կամ վարընթաց շարժում, ունենում էր տարբեր ուրեմն փոքրիկ ելևէջներ իր մեջ, փոքրիկ ուրեմն երաժշտական հատվածներ, որտեղ որ բասին էր շատ կարճ ժամանակով տրվում նախապատվությունը, այստեղ մենք գործ ունենք բավականին ստաբիլ նվագակցության հետ։ Մեկը, այսինքն տակտի ուժեղ մասը միշտ տրված է ուրեմն ներքևի ռեգիստրի որևէ նոտային, իսկ երկրորդ եւ երրորդ մասը գտնվում են նույն մակարդակում, այսինքն մենք ունենք 1 ցածր նոտա եւ 2-3 միևնույն բարձրության ուրեմն 2 նոտաներ։ Նվագակցության այս սկզբունքը տիպիկ է արդեն ոչ թե մենուետի համար, այլ վալսի համար, որը բավականին նոր պար էր, Հայդենին դեռևս ոչ հայտնի, սակայն Հայդենին հայտնի էր վալսի նախնին, որը նույնպես ավստրիական ծագում ունի, դա Լենդլեր պարն էր, եւ Հայդենը իր թիվ 91 սիմֆոնիայի մենուետում, տրիո բաժնում, կարծես ընդօրինակում է, ահա այսպիսի մի Լենդլեր։ Փաստորեն մենուետը կամաց-կամաց իր տեղը զիջում է այլ պարաձևերին, որը հետաքրքիր process է եւ սկսվում է Հայդենից։ Մենուետների կարող ենք հանդիպել ոչ միայն Հայդենի, այլ նաեւ իր բոլոր կամ գրեթե բոլոր ժամանակակիցների, այդ թվում նաեւ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի սիմֆոնիաներում։ Այդ առումով օրինակ աչքի է ընկնում Մոցարտի թիվ 40 սիմֆոնիան։ Դա Մոցարտի նախավերջին սիմֆոնիան է եւ առ այսօր պարզ չէ, թե Մոցարտը կարողացավ իր կյանքի օրոք լսել այս երաժշտությունը, թե ոչ։ Այդ առումով կան բազմաթիվ տարբեր վարկածներ։ Մենք գիտենք, որ Մոցարտն իր 3 վերջին սիմֆոնիաները, թիվ 39, թիվ 40 եւ թիվ 41, պատկերացրել է որպես յուրատեսակ սիմֆոնիաների շարք, որպես եռապատում, տրիլոգիա։ Մոցարտի թիվ 40 սիմֆոնիան ունի եւս մի հետաքրքիր առանձնահատկություն։ 41 սիմֆոնիաներից միայն 2-ն են, որ գրված են մինորային տոնայնությունների մեջ։ Սիմֆոնիաների մեծագույն գերակշռող մասը գրված են ըստ իր ժամանակի նախասիրությունների եւ հանդիսատեսի ճաշակների մաժորային տոնայնության մեջ, որոնք համարվում էին ավելի կատարյալ եւ ավելի պիտանի երաժշտության ստեղծման համար։ Թիվ 40 սիմֆոնիան այդուհանդերձ լինելով մինորային կարող է շատ առումներով զուգորդվել մի գրական ուղղության հետ, որը ծավալվում էր միևնույն ժամանակ։ Գրական ուղղությունը Sturm und Drangներ։ Դա գերմանական, ուրեմն գրական մի այսպիսի ուղղություն է, որը շեշտադրություն է դնում էր մարդու բնավորության անկանխատեսելի, անբացատրելի, միայն հումանիզմով ոչ բացատրելի ուրեմն հատկանիշների վրա, համարելով, որ յուրաքանչյուր ուրեմն լավ դրական հատկանիշների մեջ կարող է լինել նաև վատը, այսինքն մարդը կարող է վարվել անկանխատեսելի ձևով, մարդը չի կարող ամբողջությամբ կատարյալ կամ ամբողջությամբ չար լինել, յուրաքանչյուր ուրեմն չարիք ունենում է նաև իր մեջ որոշակի բարիք եւ ուրեմն կտրականապես հերքում էր մտածողության ռացիոնալությունը, այսինքն մարդը հանդես էր գալիս որպես իռացիոնալ էակ։ Շտուրմ und Drang ժամանակաշրջանի գրականության հետ կապված են նաև մի շարք երաժշտական ստեղծագործություններ։ Թե Հայդենի, թե Մոցարտի, թե Բեթհովենի եւ թե ինչ որ առումով վաղ շրջանի Շուբերտի երաժշտական ստեղծագործությունները։ Դրանք որպես կանոն գրված են լինում մինորային տոնայնությունների մեջ, որպես կանոն դրանք ունենում են բավականին բուրըն հնչողություն, մեղեդիները լինում են անհանգիստ եւ մեղեդիներում մենք կարող ենք տեսնել ուրեմն մեծ թռիչքներ, մեծ ցածկեր տարբեր նոտաների միջև, նվագախումբն էլ հանդես էր գալիս շատ հաճախ ուրեմն
էլի բուրըն կերպով, օրինակ լարայինների մոտ կարող ենք տեսնել բազմաթիվ տրեմոլոներ, այսինքն աղեղի վերև-ներքև արագ շարժումներ եւ այլն։ Մոցարտի թիվ 40 սիմֆոնիան, ուրեմն ինչ որ առումով կարող է համապատասխանել նաեւ Շտուրմ und Drang երաժշտության տեսակին, միևնույն ժամանակ մենուետը իհարկե ուրեմն այսպես կանոնակարգված ուրեմն իր երաժշտական ձևով ինչ որ առումով ուրեմն բավականին զուսպ է եւ էմոցիոնալ առումով կարծես բալանս է ապահովում այլ մասերի միջև։ Մոցարտի թիվ 40 սիմֆոնիայում տեսնում ենք այսպիսի մի լուծում, որը հետագայում էլի շատ հաճախ հանդես է գալիս, որ ավելի մեծ կոնտրաստայնություն ապահովելու համար տրիոն միջին մասը գրված է մաժորային տոնայնության մեջ, այսինքն մինոր, մաժոր, մինոր հերթականությամբ են հանդես գալիս մենուետի 3 տարբեր հատվածները, ընդ որում այստեղ կա այսպիսի մի փոքրիկ կամուրջ, որ ապահովում է անցում առաջին մենուետից մինչև ուրեմն երկրորդ մենուետը կամ տրիո մասը։ Մենուետներ են պարունակում նաև Մոցարտի բազմաթիվ այլ ստեղծագործությունները, այդ թվում նաև Մոցարտի կամերային երաժշտությունը։ Այսպես մենք մենուետի կարող ենք հանդիպել Մոցարտի թերևս ամենահայտնի ստեղծագործություններից մեկում, որը նրա թիվ 13 սերենադն է, որը ավելի հայտնի է Eine kleine Nachtmusik կամ փոքրիկ գիշերային երաժշտություն վերնագրով։ Թեպետ ստեղծագործությունը գրվել է լարային կվինտետի համար, իսկ այստեղ լարային կվինտետի կազմը տարբեր է Բոկկերինիի լարային կվինտետից, տեսնում ենք երկու ջութակ, ալտ, թավջութակ եւ կոնտրաբաս։ Այսօր Մոցարտի փոքրիկ գիշերային երաժշտություն ստեղծագործությունը ավելի հաճախ կատարվում է ոչ թե մենակատարների, այլ լարային նվագախմբի կողմից, որը պարունակում է առաջին եւ երկրորդ ջութակներ, ալտեր, թավջութակներ եւ 1 կամ 2 կոնտրաբաս սովորաբար։ Փոքրիկ գիշերային ստեղծագործությունը ուրույն ձևի փոքր կազմի համար գրված սիմֆոնիա է։ Սիմֆոնիայի պես այն նույնպես պարունակում է 4 մաս եւ 4 մասից երրորդը մենուետն է։ Ընդ որում այստեղ մենք կոմպոզիտորի կողմից տեսնում ենք փոքրինչ այլ լուծում, ուրեմն առաջին մենուետի վերջում մենք տեսնում ենք այս հեմիոլա ռիթմիկական հնարը, որի մասին ես խոսեցի այս հաղորդման ամենասկզբում։ Մենք տեսնում ենք, որ Մոցարտը 1-2-3 ռիթմի ուրեմն շարժումը փոքրինչ խաթարում է, բաժանելով վերջին տակտերը ոչ թե 3-3, այլ 2-2-2 մասերի։ Կարծես ուրեմն հանդես գալով որպես երաժշտական կատակ, որպես երաժշտական ռիթմը կոտրելու եւ ուրեմն վերջում մի նոր անսպասելի ռիթմիկական ընթացք տալու հերթական միջոցներից մեկը։